Մաշնանը փող չունեին, գարնանը փողը հայտնվեց, տարօրինակ էր 30%-ով երկրագնդում որևէ պետություն իր թոշակները չի ավելացել, դա տնտեսագիտական նոնսենս է, տնտեսագիտորեն նոնսենս է, 30%-ով թոշակները ավելացնել, որովհետև երբ դու 30%-ով թոշակ ավելացնում ես, դա մոտավորապես նույնն է թե փող տպես, այսինքն եթե առաջին թոշակը 30,000 է, ես գնում էի 10 կիլոգրամ երշիկ, հիմա իմ թոշակը կդառնա 50,000 այն բանով, թե դարձու բանով, 50,000 ես կգնեմ 9 կիլոգրամ երշիկ, գիտի եղավ ինչ։ Դուք թոշակառու չեք։ Ես օրինակն եմ ասում, բայց թոշակառու եմ, այո։ Դե լավ չի, ձեր թոշակն էլ է ավելանալու։ Եթե ավելանում է իմ թոշակը, առաջվա թոշակով առնում եմ 10 կիլոգրամ երշիկ, նոր թոշակով առնում եմ 9 կիլոգրամ երշիկ, ո՞նց ավելացավ։ Այսինքն գնաճ կա եւ այդ 10,000-ը, բայց մարդիկ նենց ուրախանում են մարզերում, բան չեն զգում։ Առաջի 2 ամիսը այդպես է լինում, հետո բանա, հետո ինֆլյացիան ուտելու է։ Գնաճով այդ չեզոքանալու է 10,000 դրամը։ 30%-ով թոշակ ավելացնելը դա հավասարազոր է փող տպել տալ քաղաքացուն։ Դա բանա, իր մեջ բան չի կրում։ Էական օգուտ չկա, այսինքն հա մեջը։ Վերջ հիմա ոնց համարենք դա, համարենք դրակաշարքի ինչ-որ ձևով, կարելի է համարել, բայց էսի չի, հալաստանք հեչ։ Հա։ Հալաստանք հեչ։ Անելու է իշխանությունը ավելի ուրիշ բան անելու։ Եթե տեսնա, որ չնայած հիմա այդ վտանգը ոսոթե չկա, բայց եթե տեսնի, որ մեր ձևով շարժումը այս պահին ընդդիմության առաջատար ուժը թափ հավաքում, ինքը գհանի, ծապայքարից գհանի եւ չի գրանցի պարզապես։ Չի գրանցի, բայց հետո գհանի։ Ոնց։ Ընտրապայքարից ոնց պիտի հանեն, եթե գրանցված մասնակցող։ Այնքան պահ հիմնավորում Մոլդովայի ոնց արեցին։